Բարև ձեզ հարգելի լրագրողներ, շնորհակալ եմ, որ կրկին անգամ լուսաբանելու եք մեր հարցազրույցները, մենք գիտենք, որ դուք միշտ մեր կողքին եք և կանգնած եք ճիշտ լուրերի տարածմանը։ Մենք ինչպես խոստացել ենք, շատ բաց ենք բոլոր հարցերի, առաջարկների, քննարկումների առջև և մենք ինչպես խոստացել ենք, պետք է պարբերաբար ներկայացնենք ինչ աշխատանքներ են կատարվել այս ընթացքում, ինչ հանդիպումներ և ինչ արդյունքներ են գրանցվել։ Մեկ ամիս շարունակ կարողացել ենք 3 աշխատանքային խմբերով համագործակցել սոցիալնախարարության հետ և որոշակի արդյունքներ ունենք։ Եվ այսօր մեր բանախոսներն են Նժդեն Իսկանդարյան և Ափրոսը Մայքարյան։ Խնդրում եմ միայն հարցերի դեպքում հարցերը չեն սահմանափակվում, բայց հարցերը միայն Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդին վերաբերող հարցեր լինեն, մենք սիրով կպատասխանենք։ Շնորհակալ Ինչպես գործընկերս նշեց, այս երկու ամսվա ընթացքում ստեղծել ենք աշխատանքային խմբեր և որոշակի դրական հաջողության ենք հասել հերթով տեղեկացնել ուրեմն բնակարանային ծրագրի վերաբերյալ, ինչպես գիտեք, կար գոտիներ 3, 4 և 5, այժմ ունենք որոշակի փոփոխված, բարեփոխված տարբերակ, ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու այն 4 միլիոնանոց գոտու մեջ։ Դրանք հիմնականում Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում են լինելու, այստեղ ընդհանուր առմամբ ապրում է 13207 արցախցիներ։ Վստահ եմ մեր հայրենակիցներին այս պահին ուզում է, որ քաղաքներն են լինելու, մի քանիսը թվարկեմ, ուրեմն Չարենցավան քաղաքը, Բյուրեղավանը նույնպես, ցավոք սրտի Աբովյանը ներգրավված չէ, այնտեղ կան գյուղեր ևս, քաղաքներից Արարատ քաղաքն է, Աբարանը նույնպես, Էջմիածինը, Մեծամորը, որոշակի դրական, այսպես շոշափելի արդյունքներ ունենք, ինչպես նաև ունեինք Արցախից զոհված ընտանիքների հետ կապված խնդիրներ, 82 ընտանիքների մասին է խոսքը, որը որ Արցախի Հանրապետությունը իր վրա է վերցրել բնակարանային ծրագրի շրջանակներում, այսօր բանակցությունների ընթացքում հասել ենք նրան, որ այդ պարտավորվածությունը իր ուսերին է վերցնելու Հայաստանի կառավարությունը։ Միևնույն ժամանակ բնակարանային ծրագրի շրջանակներում հասել ենք նրան, որ ընտանիքները, ովքեր ցանկություն ունեն կառուցապատում իրականացնելու, թույլտվություն լինելու է, ինչպես նաև լինելու է կառավարության կողմից վերահսկողություն, և այդ սերտիֆիկատներով նրանք կարող են կառուցապատում սկսել։ Այս պահին քննարկման փուլում է, նախկինում ունեինք այդ սերտիֆիկատով հողատարած գնելու տարբերակ, որի շեմը կազմում է 4 միլիոն դրամ, այժմ փորձելու ենք հասնել դրան, քանի որ առաջին գծում բնակարանային ծրագրերը, բնակարանային այդ հողատարածները ավելի թանկարժ են։ Երևի թե ես մասով էլ այսքանը, միևնույն ժամանակ հիպոթեքի հետ կապված հարցերը կուզեմ ասել, որ նախկինում արցախցիներին սերտիֆիկատով հնարավորություն էր տրվում վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարվա ժամկետով։ Նմանատիպ որոշակի էլեմենտների փոփոխություններ ունենք, բայց ընդհանուր առմամբ այն հաջողությունները, որոնք որ մեր հայրենակիցները սպասում են, չեմ կարող ասել, որ ամբողջությամբ կատարել ենք։ Առաջիկայում այդ մասով պարոն Մարգարյանը ավելի հստակ խորհրդի դիրքորոշումը կհայտնի։ Պարոն Իսկանդարյան, մեկ հարց ունեմ, խորհուրդը մինչ այս պարբերաբար նշում էր, որ մինչև արցախցիները չապահովեն բնակարանով պետք է տրամադրվի 40 + 10,000 դրամական աջակցությունը, որը այնուհետև վերափոխվեց 40,000 դրամի։ Հիմա այս հարցի շուրջ համաձայնության եկել եք դուք և ստեղծված 3 մասնագիտական խմբերի քննարկումների ժամանակ համաձայնության եկել եք դուք։ Ցավոք սրտի այդ հարցում չեմ կարողացել համաձայնեցնել, քանի որ խնդիրները բնականաբար լինելու են, քաղաքացիություն ստանալու հետ կապված
ջագուն խնդիրները կա, որը որ եւս չի լուծվել, դա այն կամիկիզն է իրենց համար, միևնույն ժամանակ ընդունել են աշխատակիցներ, փորձելով արագացնել գործընթացը, բայց միևնույն ժամանակ 1.5-ից 2 ամիս գործընթացը տևելու է, որ լուրջ խնդիրներ է առաջացնելու, եթե նույնիսկ մարդիկ այդ խմբերը չլինելու դեպքում հավաստագրեր ստանան, իրացնելու համար բավականին ժամանակ պետք է լինելու, առնվազն 4-5 ամիս պետք է լինելու, որպեսզի արցախցիները բնակարանային այդ ծրագրով ապահովեն։ Սա լրջագույն խնդիր է, մենք մեր դիրքորոշում այդ մասով կառավարությանը հայտնել ենք, դրա համար ասեցի, որ խորհուրդը հանդես կգա հայտարարություն։ Այնուամենայնիվ ինչ է պատրաստվում անել խորհուրդը, որովհետև կար այսպիսի մի տեսակետ, որ դիրքորոշում, որ պատրաստվելու եք ակցիա նորից ընդվզումներ անել, այս բանի ինչ-որ դիրքորոշում կա դրա։ Անկեղծ ասած, մենք ինչ խոստացել ենք, գնում ենք այդ ճանապարհային քարտեզով, բնականաբար այս արդյունքները, եթե ասեմ ամբողջությամբ կատարելի ոչ, բայց չնկատելը ճիշտ չի լինի, միևնույն ժամանակ հանրության հետ կշփվենք, քննարկումներ կունենանք, բայց թողնված շատ խնդիրներ ունենք, հատկապես խնդիրը վերաբերում է 2 եւ 3 հոգանոց ընտանիքների, որովհետեւ այս ծրագրով այդ ընտանիքները չեն կարող օգտվել բնակարաններից։ Կառավարությունը որոշել է ստեղծել մի մոդել, որը հնարավորություն կտա քաղաքացիներին ապահովել բնակարանային ծրագրով։ Իսկ ինչ վերաբերում է ակցիաներին, բնականաբար շարունակվելու են, խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով, այնտեղ ունենք մենք փաստ 2 կետ, առաջինը դա արցախցիների հավաքական վերադարձն է, գերիների մասին ենք խոսել պետական ինստիտուտների դերի մասին, բազմաթիվ խնդիրները եւ այս առումով խորհուրդը իր դիրքորոշումը չի փոխել։ Նաև պարոն Իսկանդարյան, վերջերս խորհրդի անդամներից մեկը Անաստաս Իսրայելյանը հայտնեց, որ խորհրդից դուրս է եկել։ Ձեզ հայտնի է որն է պատճառը, որ նա դուրս եկավ խորհրդից, որովհետև ակտիվ մասնակցություններ ունենում։ Ու նաև նշել էր, որ իր պայքարը մենակ է շարունակելու։ Կարծում եմ ճիշտ կլինի այդ հարցերը ուղղել Անաստաս Իսրայելյանը։ Միայն մեկ լրացում, մենք ունենք որոշակի ճանապարհային քարտեզ։ Եթե պարոն Իսրայելյանը գտնում է, որ մենք այդ ճանապարհային քարտեզով չենք քայլելու միասին եւ իր ուղղությունը դեպի քաղաքական ճանապարհն է, այդ պատճառով այդ հարցերը խնդրենք ունենալ։ Եվս մեկ հարց, պարոն Իսկանդարյան, քանի որ ձեր անունն է շրջանառվում, նաև արցախցիների մոտ կային ներքին խոսակցությունները, որ պաշտոն է առաջարկվել ձեզ Արցախի պետնախարար նշանակելու կամ արդեն իսկ նշանակվել է, դուք ինչ պարզաբանում ունեք։ Ճիշտ են այդ խոսակցությունները եւ վստահ եմ կհնչի հաջորդ հարցը, ինչու եք համաձայնվել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ ինքս լքել այդ շարքերը։ Ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին։ Եվ մեկ համալրում սա մինապատկած տարածք է, որտեղ բոլորս փորձում ենք ինչ-որ ձևով պահպանել թե Արցախ բառը, թե Արցախի ներկայացությունը, թե ընդհանրապես պետական բոլոր ինստիտուտները։ Եվ պարոն Իսկանդարյանը այս ամենին համաձայնելով, ես իրեն համեմատում եմ ինչպես մտապահներ, որովհետև այսօր մենք չունենք Արցախ, բայց ունենք շատ խնդիրներ, այդ պատճառով պետք է խնդրեմ բոլորս փորձենք օգնել եւ պահպանել այն ամեն ինչը ինչ որ մենք։